Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանին։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Պարոն Բաղդասարյան, նախ անդրադառնանք այսօր Վրաստանի դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ակցիայից։ Հիմնական հարցը դրումն այն էր, թե ինչու են Ռուսաստան կամ մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում կոնյակը, տարանցիկ երկրում Վրաստանում ստուգումների ենթարկվում, եւ բողոքի ակցիա իրականացնողներն էլ կոնյակագործներն են եւ բեռնափոխադրողները հիմնականում։ Նման հարցերը իշխանությունների մակարդակում լուծելի հարցեր չեն։ Իհարկե, իշխանությունների մակարդակով լուծելի հարցեր են։ Ես մի փոքր հետևեցի այդ բողոքողներին եւ նրանք իրենց պահում էին այնպես, կարծես մենք պետություն չունենք եւ իշխանություններ չունենք։ Ըստ երևույթին նրանք հույսները կտրել են, որ Հայաստանը իշխանություններ ունի, որոնք այդ հարցերը կլուծեն, դրա համար այդպես էին վարվում, ընդ որում ձևակերպումները ինձ անկեղծ ասած հեչ դուր չեկավ այդ բաները իրենց Հայաստան, Վրաստան, եղբայրական ժողովուրդներ, մինչդեռ Ադրբեջանը 100 տարվա պետություն, այսինքն ամեն մարդ ինչպես է փորձում այդ հարցերը կարգավորի, չէ՞, բա մենք ախպեր ենք, բա մի շիշ կոնյակ ձեզ, բան, եւ ուզում են այդ հարցերը լուծել։ Ինչու՞ դա լավորից չի, որտեղ տեսնում են, որ պետությունը չի զբաղվում այդ հարցերով, իրենք ստիպված փորձում են զբաղվել այնպես, ինչպես կարողանում են կամ հույս ունեն թե կարողանան։ Ամեն դեպքում իհարկե, եթե դա իշխանությունների մակարդակով, նոր միջին օղակների մակարդակով կարծում եմ հեշտ լուծվող հարց է, պարզապես։ Դե ասում են էկոնոմիկայի նախարարության մակարդակով չեն կարողացել կարծես թե այս հարցը լուծել։ Ես չեմ կարծում, թե էկոնոմիկայի նախարարը կցանկանար, նախարարությունը կցանկանար այդ հարցը լուծել եւ չէր կարող, ինչպես միշտ փնթի կառավարման հետևանք է ընդհանրապես եւ չեմ կարծում, թե քաղաքական ենթատեքստ պետք է փնտրել դրանում, առավել եւս հայ-վրացական միջպետական հարաբերությունների։ Սա 7 տարի նույն դասարանում մնալու հետևանքն է։ Այո։ Խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցումից հետո էլ Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ առաջադրել, սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, հետո դրան ավելանում են ադրբեջանցիների վերադարձ եւ այլն։ Սրան զուգահեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե այս իրավիճակում այլընտրանք չկա եւ միակ տարբերակը թեկուզ այս պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Նիկոլ Փաշինյանը արդեն խոսել է, որ նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Այս իրավիճակում այլընտրանք դուք տեսնում եք, որն է այլընտրանքը, որովհետև ակնհայտ է, որ 2026 թվականի ընտրություններում էլ, եթե իհարկե ավելի շուտ չլինեն ընտրություններ, այս թեզն է տարվելու, որ այս քաղաքականությունը, որն իրենք առաջարկում են, որևէ այլընտրանք չկա, այլընտրանքը պատերազմն է։ Այդ քարոզչությունը աշխատում է իրականում եւ որևէ երաշխիք չկա, որ եթե ամեն ինչ շարունակվի այսպես, պատերազմ չի լինելու, որովհետեւ Ադրբեջանը ունի իր պահանջները եւ Ադրբեջանի համար մեծ հաշվով միևնույնն է այդ պահանջներին կհասնի պատերազմի միջոցով, թե համաձայնագրի միջոցով։ Դրա համար էլ իրենք զուգահեռաբար եւ սահմանային լարվածությունը չեն թույլատնում, պարբերաբար կրակում են եւ համատեղ սպառնալից բովանդակությամբ զորավարժություններ են անցկացնում եւ միաժամանակ խոսում են խաղաղության մասին, որովհետեւ Հայաստանի շուրջ այլ շուրջ Հարավային Կովկասի շուրջ ուժային բևեռների միջև կոնսենսուս դեռևս չկա։ Հայտնի չի Ադրբեջանին թույլ կտան, Ադրբեջանը հնարավորությունների պատուհան կգտնի ռազմական ագրեսիայի փորձ անելու համար, թե չի գտնի, դրա համար պահել է երկու տարբերակներն էլ պահում է իր զինանոցում խաղաղության պայմանագրով հասնի ճնշումների միջոցով, թե ռազմական ճանապարհով։ Իսկ Հայաստանի իշխանությունները այնպիսի տպավորություն են փորձում ստեղծել, որ վերջ մենք որևէ բան մեզանից չենք ներկայացնում, որևէ բան չենք կարողանել, պիտի խելոք մնանք, բոլոր պահանջները կատարենք, որպեսզի գուցե այդ դեպքում մեզ խղճան եւ մեր վրա չհարձակվեն։ Դա իրականում այդպես չի, իրականում Հայաստանը դեռ զրո չի, դեռ այն երկիրը չի, որ Ադրբեջանը քայլերթով փորձի անցնել Հայաստանում, այդպես չի։ Մենք լուրջ ռեսուրսներ, եթե չունենք, էլ կարող ենք ունենալ։ Մենք զրո չենք, պետք չի մեզ անընդհատ վախեցնել դրանով։ Իհարկե պատերազմից պետք է զգուշանալ եւ ամեն ինչ անել, որպեսզի դա կանխես, բայց պետք չի հուսահատության մատնել հասարակությանը, որովհետեւ հուսահատված հասարակությունը ինչ է անում։ Նրանք, ովքեր շատ վախեցած են, գնում ընտրում են օրվա իշխանություններին, որոնք թաթիկները վեր պարզած պատրաստ են ամեն ինչ անել, կամ թողնում հեռանում են երկրից, երկուսն էլ մենք տեսնում ենք, մի մասը ուղղակի հեռանում է երկրից, մյուսները ասում են ինչ ուզում է լինի, մենք Նիկոլին կընտրենք, միայն թե պատերազմ չլինի, որովհետև այդ քարոզչությունը աշխատում է։
Այլ ընտրանքը որն է։ Ինչ պետք է անել այս իրավիճակում, այսինքն ինչ կարող են անել։ Ովքեր։ Իշխանությունները, իրենք ասում են, որ այդ տարբերակ չկա։ Իշխանություններից ես որևէ ակնկալիք չունեմ։ Իշխանությունները ворթեգրել են, այսպես ասեմ, Հայաստանը, եթե պարզ ասեմ, վրաստանացնելու քաղաքականություն, փորձում են ամեն ինչում կրկնօրինակել Վրաստանին։ Սահակաշվիլու Վրաստանը նկատի ունեք։ Այսօրվա Վրաստանին, Սահակաշվիլու Վրաստանին, ընդհանրապես երկրին։ Վրաստանը ինչ է անում։ Վրաստանը ունի շատ ջերմ հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ունի սառեցված հարաբերություններ Ռուսաստանի հետ, նույնիսկ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվել, բոլոր ճանապարհները տրամադրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, դրանից շահույթ է ստանում, էներգետիկ լրջագույն կախվածություն ունի այդ երկրներից, այդ երկրում կոմպակտ ադրբեջանական բնակչություն կա, եւ վրացիները դե որևէ խնդրեմ չեն տեսնում, թուրքերին ու Ադրբեջանի վերաբերում է որպես եղբայրական ժողովուրդներ եւ հանգիստ ապրում են։ Բայց ադրբեջանցիները վրացիների գլուխները չեն կտրել, ինչպես հայերի դեպքում։ Ահա, ես հենց դա եմ ասում։ Նիկոլ Փաշինյանը ուզում է Հայաստանը նույնպես տանել այդ ճանապարհով։ Այդ ճանապարհի վրա երկու հիմնական խոչընդոտ կա։ Առաջին, որ մեր մտածողությունը, ընդհանուր մտածելակերպը, արժեհամակարգը ամեն դեպքում այլ է, եւ այո, վրացիները մերպես ցեղասպանության չեն ենթարկվել եւ ոչ միայն 100 տարի առաջ, այլև հենց հիմա բառացիորեն Ադրբեջանը վրացական եկեղեցիները չի ավերում եւ ընդհանրապես վրացական հետքերը չի վերացնում, որտեղ կարող է առաջին, երկրորդը աշխարհագրությունը։ Ուղղակի Վրաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի արանքում սեփ չէ, Հայաստանն է սեփ եւ իրենք ծով ունեն, մենք չունենք։ Այդ երկու խոչընդոտները կան, թե ինչու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը չի ստացվի, ինքը իրականացվելու շանս չունի։ Բայց Նիկոլ Փաշինյանը համառորեն երկու ուղղությամբ էլ աշխատում է։ Առաջինը, որ մենք փոխվենք, ինչպես ինքն է ասում, որ մեր մտածելակերպը փոխվի, այսինքն ոչ մի խնդրեմ չունենանք, թուրքերին, ադրբեջանցիներին համարենք բարեկամ, առնվազն ոչ թշնամի, խնդրեմ չի լինի, եթե ադրբեջանցիները կան կոմպակտ բնակվեն, խնդրեմ չի լինի, եթե տնտեսական էքսպանսիայի ենթարկվեն, այդ կրթելը նորաձևեի իմաստը դա է, չէ՞։ Եվ աշխարհագրություն փոխելն էլ փորձում է, ասում է, դե եթե մենք մեր բոլոր ճանապարհները տանք խաղաղության խաչմերուկ, էլ մենք խնդրեմ չենք լինի, իրենք այլևս մեզ սեփ չեն համարի, հա, թուրքական աշխարհի մեջ խրված։ Բայց նույնիսկ դրան չեն համաձայնում թուրքական աշխարհի ներկայացուցիչները։ Իհարկե չեն համաձայնում, որովհետև խնդիրը այն չի, թե մենք ինչպես ենք ընկալում Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց խնդիրը նաեւ այն է, թե ինչպես են նրանք ընկալում մեզ։ Նիկոլ Փաշինյանը ոչ չի կարող գնալ Գյանջա, մի հատ էլ այնտեղ կրթվել է նորաձև արշավանել եւ Ադրբեջանին համոզել, որ այդ մենք այդ անցյալը բերեք, մոռանանք մենք թշնամի չենք, չի կարող գնալ Թուրքիայում կրթվել է նորաձև անել, չէ՞։ Նա մեզ է փոխում, բայց պիտի նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերմունքը մեր նկատմամբ։ Ժամանակին Ադրբեջանի հասարակության հետ էր ուզում խոսել, տեղ չի հասնում Նիկոլ Փաշինյանի խոսքը Ադրբեջանի։ Դրանից բառացիորեն օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը, որտեղ ինքը քիթը խոթեց այնտեղ, որտեղ իրավունք չուներ քիթը խոթել։ Անդրադառնալով զորավարժություններին, որի մասին դուք էլ նշեցիք ձեր խոսքում, օրեր առաջ հայտարարություն եղավ, որ իբր հայկական կողմից կրակում են Նախիջևանի հատվածում եւ դրան հաջորդում են արդեն այդ զորավարժությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ, ինչ մեսիջ եւ ում են փոխանցում սրանով։ Ոչ մի մեսիջ մեզ չեն փոխանցում, որտեղ դրա կարիքը չկա։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը Թուրքիան միշտ ընկալել է իր համար ռազմավարական տարածք, նշանակություն ունեցող այնտեղ խոշոր խմբավորում կա, Նախիջևանը ռազմական գործողությունների մեջ հայ-ադրբեջանական երբևէ չի ներգրավվել, որովհետև դա կնշանակեր Թուրքիայի ուղղակի ներգրավվածություն։ Հիմա ուղղակի իրենք այդ ուղղությամբ են ակտիվացնում, ես կարծում եմ ոչ միայն որպես ճնշում Հայաստանի նկատմամբ, այլ նաև ճնշում այն առումով, որ եթե ես ճիշտ եմ հասկանում, այսպես կոչված սահմանազատման հաջորդ փուլում պետք է խոսք գնա անկլավների մասին։ Եվ առաջինը Տիգրանաշենի անկլավի մասին, որը Նախիջևանի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է եւ կարծես թե այդ ուղղությամբ էլ ճնշումների կարիք են նրանք տեսնում, ի վերջո չմոռանանք, որ Հայաստանը Եվրոպայի աջակցությամբ այնտեղ կառուցվելիք այդ մետաղալուրգիական գործարանը, եւ Հայաստանի տարածքում էր բավականին հետ քաշեց Նախիջևանի հետ սահմանից
Թեև անհասկանալի է թե ինչու կամ այն դեպքում կարծում եմ որ անկլավների խնդիրը կա նաև եւ այդ ճնշումները նաև նրա համար են որ երբ Նիկոլ Փաշինյանը այդ անկլավները խելոք հանձնի ասի որ Ալմատիի հռչակագրով էր հանձնված այդ ես չեմ հանձնել հասարակությունը դա ավելի հեշտ տանի եւ ասի հա դե այլապես այնտեղ զորավարժություններ են անում թե չկգան ուժով կա։ Այսինքն եթե չտանք պատերազմ կլինի, այդ հայտնի թեզով շարունակելու է հանձնել։ Բնականաբար տեսնում եք իրենք փոխանցումներով են խաղում։ Նիկոլ Փաշինյանը վախեցնում է հայ հասարակությանը, Ադրբեջանն էլ Թուրքիայի հետ համատեղ ասում է ճիշտ է անում, որ վախեցնում է, որտեղ այո մենք կանք, մենք այստեղ զորավարժություններ ենք անում։ Հիմա այստեղ քանի որ իմ նախորդ հարցը այլընտրանքի մասին դուք ասացիք իշխանությունների պարագայում ամեն ինչ պարզ է, բայց որպես պետություն մենք ինչ ռեսուրս ունենք դիմակայելու այս թուրք-ադրբեջանական տանդեմին, եթե ինչպես Փաշինյանը ասում ենք, սա չանենք, նա չանենք, պատերազմ կլինի, չանելու պարագայում մենք ունենք երաշխիքներ, որ չի լինի պատերազմ։ Ես հարցը այսպես կդեմ, իսկ անելու պարագայում ենք երաշխիքներ ունենք, որ չի լինի պատերազմ։ Ոչ, Նիկոլ Փաշինյանն էլ է դա ասում, որ օրինակ այդ պայմանագիրը ստորագրելուց 30 րոպե հետո կարող է պատերազմ։ Բայց ինչու ենք մենք այդ նախապայմանները կատարում։ Սահմանազատման դեպքում ես հասկացա կատարել են եւ համեմատաբար խաղաղ է։ Պարագայում ես հասկացա։ Այո, միջազգային նորմեր եւ այլ եւ այլ եւ այլ։ Սահմանադրության փոփոխության հարցը ինչու են բարձրացնում։ Որ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Նրանք ինչ գործ ունեն մեր սահմանադրության հետ։ Նրանց պահանջով չենք փոխում։ Ինչու են մեր իշխանությունները համաձայնվում, որ օրինակ Ադրբեջանը հայկական զինուժի վերասպառազինման օրինակ նկատմամբ վերահսկողություն ունենա։ Որ հաստատվի կայուն խաղաղություն։ Այս ամենի պատասխանը դա է։ Բայց դա չի լինի, չէ՞, կայուն խաղաղություն։ Դա կլինի կապիտուլյացիա։ Ուրեմն կան պահանջներ Ադրբեջանի, որոնք համապատասխանում են միջազգային նորմերին, եւ կան որոնք օրինակ սահմանազատումը։ Եվ կան որոնք չեն համապատասխանում, օրինակ այլ երկրի ներքին օրենսդրությանը միջամտել։ Դա չի համապատասխանում։ Նույն այդ քաղաքակիրթ աշխարհին չի աչք փակում հենց այդ ձեր ասած սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունների վրա։ Որովհետև Հայաստանը դա չի մերժում։ Անկամ Թուրքիայի ներկայացուցիչը, եթե հիշում եք, հայտարարեց, որ սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Այնպես չի, որ չեն միջամտել։ Բայց ասում են կատարիր Ադրբեջանի պահանջն է, պետք է կատարես, նույն այդ Թուրքիայի ներկայացուցիչը։ Բայց նույն Թուրքիայի ներկայացուցիչը ինքը չի պահանջում։ Նրանք հասկանում են դա, լուրջ երկրները։ Տեսեք, օրինակ, մի նախադասություն բերեմ ես մեջբերում։ Հայաստանը պիտի հրաժարվի Արարատ լեռը օգտագործել որպես ազգային խորհրդանիշ։ Ով է հեղինակը։ Նիկոլ Փաշինյանը։ Եվ Ալիևը։ Դա ես բառացի մեջ բերեցի Ալիևի խոսքը։ Տեսեք, Արարատ լեռը Ադրբեջանի տարածքում չի։ Իրենք ինչ գործ ունեն։ Հայաստանը Թուրքիայի տարածքում գտնվող ինչ որ լեռ կօգտագործի որպես խորհրդանիշ թե չէ։ Թուրքիան դա չի ասում, Ադրբեջանն է ասում, իրենց գործը չի։ Ես ուզում եմ ասել, Թուրքիան որպես ավելի լուրջ պետություն հասկանում է թե որն է միջազգային նորմերի շրջանակներում եւ որը չէ, իսկ Ալիև իրեն պահում է երես առած, հաղթանակից հարբեցած եւ երեխայի պահվածք է ցուցաբերում եւ անընդհատ այնպիսի պահանջների առաջ քաշում նաեւ որոնք միջազգային իրավունքի հետ որևէ կապ չունեն։ Այդ թվում նաեւ օրինակ հայ գերիների խայտարակ դատավարությունը, չէ՞։ Միջազգային հանրություն, տարբեր կառույցներ հայտարարություններ եւ ինչ որևէ ազդեցություն ունեցավ, չէ։ Այս պահանջների թեման շարունակելով մենք Արցախի վերաբերյալ ենք լսել տարբեր հայտարարություններ, նույնիսկ հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Հիմա հերթը հասել է արդեն երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի ունեցած ավանդին եւ ֆաշիզմի դեմ հաղթանակին։ Այս հարցը օրակարգային դարձնել, քննարկումներ ծավալել, թե իբր այլ ելքի պարագայում Հայաստանի համար կարող էր ավելի լավ լինել, ինչ նպատակով է սա արվում։ Իշխանություններին նախ ես ճիշտ ասած զարմացած եմ, ինձ թվում է դա ավելի շուտ պիտի անեին, որովհետև 3 կարևոր պատերազմների միջով է անցել Հայաստանը վերջին 120-130 տարիների ընթացքում։ Առաջին համաշխարհային պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ եւ Արցախյան պատերազմ։ Առաջինն ու երրորդը արդեն ապականել էին կամ փորձում էին փոխել մեր ընկալումները, երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքում դեռ չէին արել, հիմա արեցին։ Ինչու՞, նախ որովհետեւ հակառուսական տարկա այդտեղ եւ դա պիտի օգտագործեին, եւ երկրորդը այս իշխանությունները
փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մեր հասարակությունը իրենց գա թույլ, խեղճ, հալածված եւ հպարտանալու որևէ պատճառ չունենա, որևէ առիթ չունենա։ Բայց ինչու։ Որովհետեւ թույլ վախեցած, նվաստացած ժողովրդին ավելի հեշտ է համոզել, որ այլ ելք չկա, պիտի մեզ ընտրես, ոչ մի վերականգնման հույս չկա, վերածննդի հույս չկա, որևէ բան չկա, մենք եթե ողջ մնանք, ելի պիտի շնորհակալություն հայտնենք, ընդ որում պիտի շնորհակալություն հայտնենք Նիկոլ Փաշինյանին։ Դրա համար, եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ միջև մեր ամբողջ պատմությունը կեղծ է, որևէ հատված չպիտի բացառություն լիներ։ Այդ թվում նաև հայրենական մեծ պատերազմը եւ հայերի մասնակցությունը։ Այսինքն այս թեման դեռ եփվելու է։ Իհարկե, տեսեք ընկալումները ասեմ, որ հասկանաք, Ադրբեջանը հասկանալի է, չէ՞ որ այդ սովետական միության հաղթանակում չնչին ներդրում ունի հայերի համեմատ ընդհանրապես նրանք ընդամենը մի օրինակ, հա, Եվրոպայում պայքարած հակաֆաշիստ մի մարդ ունեն, մի ներկայացուցիչ Մեհդի Հուսեյնով, նրա մասին ֆիլմեր են նկարել Ադրբեջանում։ Հայաստանը ուներ Միսակ Մանուշյան, մի ամբողջ ջոկատ, հսկայական, ել չեմ ասում տարբեր երկրներում, քանի ֆիլմ եք տեսել։ Նրանք այդ իրենց չեղածով հպարտանում են, դա մեծարում են, չէ՞։ Իսկ մենք մեր եղածն ասում ենք, չէ, հակառակը այդ 300,000 զոհը, որ ունեցել ենք, 107 կարծեմ ԽՍՀՄ հերոս ենք ունեցել, 4 մարշալ, չգիտեմ, այդ ամեն հակառակը Հայաստանի մեծ Հայաստանի դեմ են փաստորեն պատերազմել, որովհետև եթե Հիտլերը հաղթեր, մենք կունենայինք մեծ Հայաստան։ Հիտլերը պարտվել է 300,000 հայերի շնորհիվ նաև, եւ մենք ունենք փոքր Հայաստան։ Դա չէ դրանց ասածը։ Եվ այդ ամեն ինչի առում ընդհանրապես նրա համար, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տան, թե տեսեք, մենք էլ շատ գոհ չենք որ ռուսների հետ մենք արևմտամետ ենք, մենք հակառուս ենք։ Բայց գնացել էր, չէ՞, Շիքերթին Մոսկվա։ Բերման էր ենթարկվել։ Դուք նրա կերպարանքը տեսաք։ Դա գնացածի նման էր։ Դրա համար զորախումբ չէին ուղարկել։ Դե ես չգիտեմ ինչու զորախումբ չէին ուղարկել, ճիշտ ասած, գուցե թույլ չէին տվել, գուցե ես ուղղակի չգիտեմ։ Ամեն դեպքում տարօրինակ կլիներ, եթե նույն հրապարակով մեր զորախումբներ անցներ ադրբեջանական զորախումբներ։ Մի քիչ տարօրինակ կլիներ։ Իսկ Ալիևի չգնալը այդ Շիքերթին ինչ մեսիջ էր, ադրբեջանական մամուլում որոշակի հրապարակումներ կային եւ վարկածներ են շրջանառվում, որ անվտանգության հետ կապված խնդիրներ է տեսել։ Գուցե ես չգիտեմ ինչու չի գնացել, բայց փաստն է, որ օրինակ Ալիևը կարող էր իրեն թույլ տալ չգնալ, Նիկոլ Փաշինյանը չէր կարող իրեն թույլ տալ չգնալ։ Որովհետեւ պարտված ղեկավար է։ Որովհետեւ եթե դու չես գնում, դու չգիտես հետևանքները։ Հիմա Հայաստանը այնպեսի վիճակում է, որ ով ասես կարող է վնասել։ Եթե այդքանը հաշվարկում են հայտարարությունները հակառուսական հիբրիդային պատերազմի մեջ են մեղադրում, ասում են Ռուսաստանից է ֆինանսավորվում։ Ես չեմ զարմանում, թե իսկապես է Ռուսաստանից ֆինանսավորվի, իսկ ինչու չպիտի ֆինանսավորվի։ Եթե մեր քաղաքական դաշտը, ներքաղաքական դաշտը ամայի է, պիտի քաղաքական դաշտը ֆինանսավորվի կամ արևմուտքից, կամ Ռուսաստանից, ինչը մենք տեսել ենք տասնամյակներ շարունակ։ Այդ նույն արևմուտքը հիբրիդային պատերազմ էր մղում Հայաստանում, չէ, տարբեր ՀԿ-ների միջոցով եւ այլ։ Ռուսաստանն էլ էր մղում։ Եվ բնականաբար պիտի մղեր պարզապես ավելի կացնային մեթոդներով, ավելի ապաշնորհ ձևով։ Ինչու պիտի իրենք էլ չմղեն։ Դրա արդյունքն այն է, որ ներսում քաղաքական միտք չի կեներացվում։ Բայց եթե հաշվարկում են կամ չգիտեն ինչ կարող է լինել, եթե օրինակ Փաշինյանը չգնար, այս դեպքում էլ Լավրովի եւ Մատվիենկոյի այցին ընդառաջ ազգային ժողովի խոսնակի մակարդակով նման հայտարարություններ հետևանքներ չեն կարող ունենալ։ Նրանք մտածում էին, որ Նիկոլ չէ որ Եվրամիությունը զգուշացրել էր, որ այ հետևանքներ կլինեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մտածում է, դե ես կգնամ այնտեղ որփի նման կնստեմ, ռուսները չեն նեղանա, բայց փոխարենը ես տեսնես մի երկու հոգի այ կտրուկ քայլեր, որ կոմպենսացնեն ինձանից շատ չնեղանան արևմուտքում։ Եվ զորախումբ էլ չեն կուղարկի, որ զորախումբի հարցը ես չգիտեմ, այնպես չի որ ով ուզենար զորախումբ կուղարկի։ Հրավեր եղել է։ Դե այդ ուրիշ բան, չէ՞ ուղարկել է Նիկոլ Փաշինյանը ուղարկել։ Նպատակահարմար չեն գտել։ Նիկոլ Փաշինյանը տարել նստացրել է որպես գլխականակ, չէ՞, որպեսզի այնտեղ ասենք այսքան երկրի լիդեր եղավ, չէ՞։ Հասկանալի է։ Չվախեցել է չգնա, բայց վախեցել է նաև արևմուտքից։ Դրա համար այստեղ այդպիսի հայտարարություններ են անում։ Նիկոլ Փաշինյանն էլ ձեռնտու է դա, որովհետև
հիմա քանի որ այդ արևմտյան մեր եվրոպական ուղղությունը, այսպես ասենք, ձախողվում է, դա ակնհայտ է արդեն որ ձախողվում է, բա ինչ պատճառաբանություն պիտի բերի։ Պիտի բե ասի դե բա ես գնացել եմ Մոսկվա, դրա համար պատճառը դա էր, իսկ խորհրդարանական ընդդիմություն հույս չի ասելու դու գնացիր Մոսկվա, սխալ էր Մոսկվա գնալը։ Դա ինչի պատճառով է ձախողվում։ Եվրոպան մեզ չի սպասում, թե բայց դա ի սկզբանե ձախողված էր։ Չէ՞ որ ոչ միայն մեզ չի սպասում, մեզ չէին էլ հրավիրել։ Դա զուտ քարոզչական նպատակներով արված էր, որպեսզի եթե մենք Ռուսաստանին մերժում ենք, բա ուր ենք գնում։ Ոչ ենք գնալու միանանք Շանհային, չգիտեմ որտեղ։ Եվրոպան է այլ պիտի ցույց տային, դե Եվրոպան էլ պիտի խրախուսեր դա, ասեր հա, բայց եթե ուզում եք, ուրեմն ամեն ինչ պիտի անեք մեր ասածով, այս անեք, հետո կերևա։ Բայց եթե այդպես էր, նույնիսկ այդ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը չէին իրականացրել այս իշխանությունները։ Այս իշխանությունների ուզելով ոչ չի այդ համաձայնագիրը իրականացնել, չիրականացնելը։ Այդ իշխանությունները հիմա սկսելու են գովազդել նախընտրական տարի է։ Դե այ քիչ մնաց եւս կես ժամ եւ վիզաները կազատականացվեն, այ չէ առաջիկա 5-շաբթի օրը կազատական, ընդհանուր այդպիսի բաներ են ասելու։ Դա իրականության հետ որևէ կապ չունի։ Բայց քանի դեռ աշխատում են, նրանք տանում են այդ քարոզչությունը։ Իհարկե։ Գնալով ավելի վատ է աշխատում, այս միևնույն է աշխատում է։ Բայց սոցիոլոգիական հարցումները իհարկե տարբեր մարդիկ տարբեր գնահատականներ ունեն այդ հարցումների օբյեկտիվության հետ կապված, անընդհատ ցույց են տալիս, որ իշխանությունների վարկանիշը նվազում է, որոշակի տեղաշարժ կա ընդդիմադիր որոշ թևերի պարագայում, մի փոքր բարձրանում են նրանց վարկանիշը։ Նախ ես այդքան էլ չեմ հավատում այդ հարցումներին մեկ, երկրորդ էլ բոլոր հարցումները վկայում են, որ իշխանությունների վարկանիշը ամենաշատ ձայն ունեցող ընդդիմության վարկանիշից 2 անգամ ավել է։ Ինչի՞ Օրինակ Գելլափի վերջին հարցումները 11.5% ՔՊ, 8% Հայաստան դաշինք, այնուհետև 6-7% խորհուրդ եմ տալիս վերցրել Գելլափի հարցումները կանխատեսումները 21 թվականի ընտրություններից առաջ։ Մոտավորապես նույն պատճառը։ Չէ, նույն բանը չէ, ըստ այդ հարցումների Հայաստան դաշինք ավելի շատ ուներ, քան ՔՊ-ով հաղթեց։ Դե ասում են, եթե վարչական ռեսուրսներ չկիրառեր եւ այլն։ Ուզում եմ ասել, ես չեմ հավատում դրանց։ Այդ հարցումների նախ, երկրորդն էլ այդ հարցումները ցույց են տալիս, որ եւ իշխանությունները եւ ընդդիմությունը խայտարակ վարկանիշ ունեն։ Սա ինչով է պայմանավորված, որ ընդդիմության պարագայում էլ չի բարձրանում վարկանիշը։ Որովհետեւ քաղաքական միտք չի ստեղծվում Հայաստանում։ Ես ձեզ ինչ եմ ասում այսքան ժամանակ։ Տեսեք, քաղաքական ինչ որ բաներ փորձում են անել կամ Արևմուտքը կամ Ռուսաստանը։ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք ահռելի հարստություն ունեն, ահռելի։ Երբևէ լսել եք, որ նրանցից որևէ մեկը ինչ որ լուրջ գումարներ դնի, որպեսզի այստեղ քաղաքական ինստիտուտներ ձևավորվեն։ Խոսքը տասնյակ անգամ 100 միլիոնավոր դոլարների մասին։ Լսել եք այդպիսի բան։ Լավագույն դեպքում ստեղծում են 1-2 լրատվամիջոց կամ քարոզչամիջոց, որոնք իրենց ընդհանրապես գովազդն են ապահովում, մեկ-մեկ էլ իշխանություններին են հայհոյում։ Դա քաղաքական միտք չի գեներացնում։ Քաղաքական միտք եթե չի գեներացվում, այդ վակուումը ինչով պիտի լցվի։ Արևմուտքը իր կառույցները պիտի լցնի, Ռուսաստանը իր կառույցները այստեղ էլ պիտի հիանան, ասեն Հայաստանի կուրատորը փոխվեց Ռուսաստանում, այնտեղ էլ պիտի հիանան, ասեն, հա դե երևի սա արևմուտքին էլ կփոխվի, տեսնենք ով ինչքան շատ փող է տալիս։ Արդյունքը սա պիտի լինի։ Դուք ընդհանրապես քաղաքական ուժերի լիդերներին, երբ որ լսում եք, կապ չունի իշխանական ընդդիմադիր, դուք այնտեղ քաղաքական միտք տեսել եք։ Այնպիսի տպավորություն է, թե լվացքի փոշի են գովազդում, ամեն մեկին խոսում են մասին, թե ինչքան լավն է ինքը եւ ինչքան վատն են մյուսները։ Եվ որքան լավն է արտաքին այս կամ այն ուղղությունը։ Հա, դա են ասում, դա այդտեղ քաղաքական միտք չկա։ Իմպիչմենթի գործընթացը կարող է քաղաքական պրոցեսների գեներացիայի արդյունք ունենալ։ Իմպիչմենթը այսօրվա դրությամբ հասկանալ, որ բացարձակապես անիրատեսական է։ Դա կարող էր իրատեսական լինել երկու դեպքում։ Եթե լինի հանրային աջակցություն մեծ ճնշում, առաջինը, եւ երկրորդը, եթե իշխանական թիմից միջին օղակներից միանան դրան։ Ճիշտ է, եթե այս երկու պայմանները չկան, ամբողջ հեքիաթ է, փուչիկ։ Հայաստան խմբակցության հայտարարությունը մոտավորապես, որն ասում էր, ովքեր առաջարկում են, թող իրենք էլ ապահովեն։ Չէ, տեսեք, խնդիրը որն է։ Սկսենք ընդդիմադիր այդ պայմանական ասած ԿՊԱ-ական падգամավորներից, հա։ Ընդդիմության լիդերները ինչ են ասում։ Ասում են, այ մենք որ գանք իշխանության,
Ձեզանից ոչ մեկ չի բրծնելու, հույս չունեք, ոչ մեկը չեք պլստալու, չենք թողելու երկրից գնաք, բոլորիդ կախաղան ենք անելու, կոպիտ ասած։ Եվ ուզում են, որ այդ հայտարարություններից հետո այդ մարդիկ միանան իրենց որպեսզի իշխանափոխություն իրականացնեն։ Բա ինչ անեն, ասեն, լավ եք անում, որ Արցախն ուրանում եք, օրինակ։ Ոչ։ Ասում եք, որ Արցախի Ուրեմն անկախության տեսեք, օրն է։ ընդդիմադիր քաղաքական ուժերը պիտի խոսեն իշխանությունների հետ։ Պիտի ասեն, եղբայր, հասկանում եք, սա իշխանության հարց չի։ Պետության ղեկավարը ակնհայտորեն ադեկվատության հետ կապված խնդիրներ ունի։ Դրանից տուժում է Հայաստանը։ Դուք դա չեք տեսնում, եկեք միանգ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Դուք ձեր մեջից որևէ մեկին դրեք վարչապետ։ Միանաք այդ հարցը լուծեք, որտեղ այդ ոչ ադեկվատությունը սպառնալիք է։ Հետո նորմալ ընտրություններ անցկացնենք։ Այս առաջինը։ Երկրորդը, տեսեք, Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդի հետ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի լիդերները ժողովրդի հետ չեն խոսում, նրանք իրար հետ են խոսում։ Ժողովրդի հետ պիտի խոսեն, եւ ժողովրդի հետ պիտի խոսեն անկեղծ։ Պիտի ասեն, գիտեք, սիրելի ժողովուրդ, այս ամենի մեջ մենք էլ մեր մեղքը ունենք։ Մեղավոր ենք, ներողություն, այս հարցերում սխալվել ենք։ Երբևէ այդպիսի խոսակցություն լսել եք։ Չէ, այդ իմացած լվացքի փոշու գովազդն է։ Ամեն մեկը իրեն է գովազդում։ Բայց եթե դու հասարակության հետ անկեղծ չես, հետեւաբար չես կարող հասարակությանը վստահության հույս ունենալ, իշխանությունների տարբեր օղակների հետ ոչ թե խոսում ես, զրուցում ես, քննարկում ես, այլ սպառնում ես, եթե այդ երկու գործոններ չկա, իհարկե իմպիչմենտը փուչիկ է։ Պիտի լուրջ ուղղությամբ այդ ուղղությամբ աշխատել եւ վերջապես ընդդիմության հիմնական քաղաքական ուժերը, դրանց լիդերները պիտի իսկապես կարողանան մի կողմ քաշվել։ Ես ինչի էի համարի ասում քաղաքական միտք ձևավորվի։ Այդ մարդիկ փող չունեն, ահռելի փողեր ունեն, պիտի ստեղծեն ինստիտուտներ, իրենք իսկապես մի կողմ քաշվեն։ Ոչ թե ինչ որ մեկին առաջ հրեն, իբր թե իրենք չնային նոր քաղաքական ուժը, բոլորն էլ ասեն, դե ասենք ես ինչի հակաժները նրա հետևից երևում են եւ իսկապես երևում են, ինչի մասին է խոսքը։ Եթե սա տեղի չի ունենում, արդյունքում ունենում ենք այն ինչ ունենք, այսօրվա խորհրդարանը, զուտ քարոզչական հարթակ է, այնտեղ քաղաքական բան չկա։ Նրանք սրանց ասում են կոռումպացված, նրանք նրանց ասում են կոռումպացված, երկուսն էլ իրավացի են, որովհետեւ այո, նախկիններն էլ են կոռումպացված, այսօրվանն էլ։ Բայց այդ վեճի մեջ դա Նիկոլ Փաշինյանի նախընտրած հարթակն է, որովհետեւ իրենք նախկիններին մեղադրում են կոռուպցիայի մեջ, փաստերն էլ ցույց են տալիս, ցուցակները։ Այսօրվա ընդդիմությունը ցուցակներն այո, բայց փաստերը դեռևս։ Այսօրվա ընդդիմությունը ասում է դուք մեզանից բեթար կոռումպացված եք, վստահ եմ ճիշտ են ասում, բայց չեն կարող դա ապացուցել։ Իշխանափոխությունից հետո կարող են ապացուցել։ Արդյունքում ստացվում է լեզվակռիվ առանց որևէ քաղաքական հետևանքի, առանց քաղաքական մտքի եւ ընդ որում են լեզվակռիվ, որտեղ իշխանությունները իրենց ավելի լավ են զգում, որտեղ իրենց կողմից խոսելու են դատախազը, տարբեր իրավապաններ, հակակոռուպցիոն եւ այլն։ Կամ ընդդիմադիրներին երբ ուզեն ելույթին ավելին։ Իհարկե, բայց ինչի եք մտնում այդ դաշտ։ Դուք ձևավորեք այդ քաղաքական, այդ որ ես ասում եմ, թվում է երկարատև ծրագիր է, չէ՞։ Հա, բայց այս խնդրեմը կար դեռևս Նիկոլ Փաշինյանից առաջ, թեկուզ Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարուց ավել է, 7 տարին էլ երկար ժամանակ։ Բայց այս առումով այս ներկա նախկին բաժանումը, չգիտեմ, ասում են կեղծ, անկեղծ բաժանում, Գյումրիում ցույց տվեց, որ չի աշխատում որոշակիորեն։ Չէ, իհարկե, որովհետև թիմ ընտրությունների տրամաբանությունը բոլորովին այլ է, համապետական ընտրություններին այլ։ Եվ ելի եմ ասում, այդ քաղաքական ինստիտուտները եթե ստեղծվեն, քաղաքական միտք գեներացվի երկրում։ Այդ մեծ մտքի բացակայությունից է այդ ամենը։ Այսինքն չկա քաղաքականություն, կա քարոզչություն։ Որևէ մեկը ստեղծել է այդպիսի բան չեն ստեղծել։ Հետո բողոքում են, ասում են, բա ինչի՞ ասենց։ Բա ինչ են հիբրիդային պատերազմ, ռուսները, ամերիկացիք, թուրքերը, բոլորը, բա ինչ պիտի անեն։ Այդ դու ներսում չունես այդ վակուումը պիտի լցվի, դրսից պիտի լցվի։ Չէ, Թուրքիայի անունը չեն տալիս, հիմնական Ռուսաստանի անունն են տալիս հիբրիդային պատերազմի առումով։ Իսկ արևմուտքը մեր դեմ հիբրիդային պատերազմ չի իրականացնում։ Իհարկե իրականացնում է շատ վաղուց, ռուսներն են իրականացնում, բոլորն են իրականացնելու, բա ինչ պիտի անեն։ Դաշնակից ենք, ոնց ինչ պետք է անեն։ Ուրեմն պատերազմը իրականացնելու են, որպեսզի դու շարունակես մնալ դաշնակից, հանկարծ չփախչես, փախչելու տեղ չունենաս։ Օրինակ գույք պարտքի դիմաց վերցնեն, չէ՞։ Ուրիշ դաշնակիցներից չեն վերցնում, քեզանից վերցնում են։
եւ հիբրիդային պատերազմի միջոցով քարոզչությամբ նույնը արևմուտքը ցանկության դեպքում այդ ամեն ինչը կաներ եւ արել է վստահ եմ շատ ոլորտներում ինչու պիտի չանեն այդ մեր նկատմամբ ճշնամական գործողություն չի հասկանում եք եթե դու քոնը չունես վերցնելու ես պիտի ստեղծես քոնը բայց ինչ են մեզանից վերցնում ինչու ուրիշներից չեն վերցնում Այս իրավիճակում ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծում տեսանելի է, ամեն դեպքում բանակցություններ կան եւ Հայաստանում էլ տարբեր շրջանակներ, հատկապես պրոիշխանական եւ արևմտամետ, եթե այդպես կարող ենք անվանել, ամեն դեպքում իրենց այդպես են ներկայացնում, ասում են, որ մեզ համար ձեռնտու է, որ չավարտվի այս կոնֆլիկտը դեռևս։ Եվ նրանք երևի կարծում են, որ եթե այդ կոնֆլիկտը չավարտվի, մեզանով զբաղվելու ժամանակ չի ունենալու Ռուսաստանը, բայց ինչ է լինելու այդ դեպքում Շարունակել են մարդիկ զոհվել Ուկրաինայում եւ Ռուսաստանում երկու կողմից էլ։ Նախ ես չեմ կարծում, որ այդ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, որտեղ Ռուսաստանի եւ Ուկրաինայի տեսակ դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից։ Առաջին, երկրորդ, այդ բանակցություններում Ուկրաինայի հարցը չի որոշվում։ Մեծ հաշվով որոշվում է Ռուսաստան-արևմուտք հարաբերությունների հարցը, ոչ միայն Ուկրաինայում, այլև տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաեւ մեր։ Եթե հանկարծ այնտեղ հակամարտությունը սրվի, շարունակվի ոչ միայն շարունակվի այսպես սոխացող այդ պատերազմը խրամատային, սրվի իսկապես, իսկ եթե խաղաղություն բանակցությունը ձախողվեն դրա հավանականությունը մեծ է, այդ դեպքում մեծ է նաև հավանականությունը, որ կփորձեն մեր տարածաշրջանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, ամեն դեպքում։ Այդ դեպքում հասկանալի է, որ մեզ որևէ լավ բան չի սպասվում։ Կախված է նաև նրանից, թե ինչպիսին կլինի արևմուտքի դիրքորոշումը Իրանի նկատմամբ դրա համար էլ այդ բանակցությունից բառացի օր 1-2 օր հետո Ռուսաստան Պուտինը այցելելու է Իրան մի քանի օր հետո այդ ամեն ինչի ֆոնին այսինքն պետք չի հրճվել որ այնտեղ եթե պատերազմը շարունակվի մեզ հանգիստ են թողնելու եթե իրավիճակը անորոշ լինի այո հանգիստ են թողնելու բայց պատերազմը սրվելու դեպքում իրավիճակը կարող է այսպես ասենք տրամաչափը մեծանալ պատերազմի այդ դեպքում մեզ էլ են փորձելու դարձնել թատերաբեմ մեզ ավելի հեշտությամբ քան Վրաստանին իդեպ որովհետև նրանց էլի աշխարհագրական դիրքը փոքրինչ այլ է նրանք ոտատակ ընկնելու առանձնապես պատճառ չունեն Դեռ նաև իշխանություններն էլ որոշակի չեզոքություն են Ռուսաստանի հանդեպ այս process-ում Դե հա հիմա իրենք այդ վտանգը հասկացել են այսի չեզոքություն բայց ամեն դեպքում դիվանագիտական հարաբերությունները դեռ չեն վերականգնել Պարոն Բաղդասարյան, այս իրավիճակում քանի որ շատ է խոսում իշխանափոխության անհրաժեշտության մասին, դուք որևէ տարբերակ տեսնում եք իշխանափոխության։ Ես կարծում եմ, որ իշխանափոխության տարբերակ իհարկե միշտ էլ կա, ասենք որևէ իշխանություն հավերժ չէ։ Պարզապես մենք պիտի հիշենք եւ հասկանանք, որ Հայաստանում երբևէ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել։ Հետևաբար ո՞րն է նրանց Ուրեմն իշխանափոխություն լինում է քաղաքական դաշտում հետո դա արտահայտվում է ընտրությունների միջոցով իշխանափոխությունը լինում է փողոցում հետո դա արտահայտվում է ընտրությունների միջոցով հույս ունենալ որ առանց դրա կգնան եւ ընտրություններով կհաղթեն իշխանություններին Նիկոլ Փաշինյանի իշխանություններին դա կարծում եմ պատրանք է որտեղ նրանք ցանկացած մեթոդի կդիմեն իշխանությունը պահպանելու համար Փողոցի հետ կապված ասում է արտաքին ուժերի աջակցությամբ է Փաշինյանը փողոց գեներացրել իշխանության եկել տարբեր քարոզչության միջոցներով եւ այլն Եվ այս պարագայում ընդդիմությունը իրեն դիրքավորում է որպես ազգային ուժերի համախումբ եւ փորձում է նույնպես արտաքին ուժերով փողոցում շարժում գեներացնել, այդպես չի ստացվելու։ Չէ, նրանք հենց դա են ասում, որ չունեն արտաքին որևէ աջակցություն, հանրությունն էլ նրանց չի աջակցում, իսկ Փաշինյանի դեպքում կար արտաքին աջակցություն։ Չէ, հանրությունը նրանց չի աջակցում, որովհետեւ տեսնում է, որ իրենց հետ անկեղծ չեն։ Այդ դրա համար չի աջակցում։ Ինչ պետք է անեն, որ անկեղծ լինեն։ Ես ասում եի, պետք է անկեղծորեն խոսել, ընդունել իրենց սխալները, ընդունեն, ասեն եւ անկեղծորեն ասեն, թե ինչ են պատրաստում անել հետագայում։ Ասում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել, հասկանալ ինչ իրավիճակ է բանակցային գործընթացում, ինչ է խոստացել, ինչ է պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ սկզբից պիտի դա անել, հետո Նիկոլ Փաշինյանին հեռացնել, որովհետեւ հակառակ դեպքում չի ստացվի։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքրության համար։ 168 TV-ի եթերում ռիվյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։